Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ագրարային երկիր է։ Ագրարային երկիր լինելու փառքը նա ունեցել է դեռևս խորհրդային տարիներին։ Խորհրդային երկրի փլուզումից ու Արցախյան ազատագրական պայքարից հետո մեր երկրի գյուղատնտեսության դեմքը կտրուկ փոխվեց։ Համակարգը քայքայվեց, գյուղտեխնիկան ցակուցրիվ եղավ, խաթարվեցին անասնապահության, հողագործության ոլորտները։ 2007 թվականին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ընտրարշավի առանցքը հայտարարված էր գյուղի եւ գյուղատնտեսության զարգացումը, եւ այդուհետ Արցախի գյուղատնտեսությունը թվակողեց որակապես մի նոր էտապ։ Ներդրումները այս ոլորտում զգալիորեն աճեցին։ Եթե 2005-2007 թվականներին գյուղատնտեսության բնագավառին տարեկան հատկացվում էր 400-ից 600 միլիոն դրամ, սկսած 2008 թվականից առ այսօր տարեստարի ավելանում են այդ գումարները։ 2009-2010 թվականներին ներդրած գումարների ծավալը հասնում էր 2 միլիարդ 400 միլիոն դրամի, իսկ 2011-ին գյուղատնտեսությանը հատկացվելիք գումարը կազմում է շուրջ 2 միլիարդ 800 միլիոն դրամ։ 2009-2010 թվականները ցավոք անբարենպաստ տարիներ էին բնության աղետների առումով։ Արդյունքում 2010 թվականի ցուցանիշները գոհացուցիչ չէին։ Գյուղատնտեսության զարգացում առանց հստակ ծրագրերի կիրառման հեռանկար չուներ։ Կառավարությունը երկրի նախագահի գլխավորությամբ կցվեց գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը։ Մշակվեցին ծրագրեր, որոնք աննախադեպ էին Արցախի գյուղատնտեսության մեջ։ Այսօր ունենք մենք տոհմային կայան փակbaşնետիրական ընկերություն շուրջ 300 գլուխ անասնագլխականակով արտասահմանյան երկրներից ներկրված։ Առաջի տարիները են կրել 66 գլուխ շվից ցեղի երիժներ, երկրորդ տարին 100 գլուխ ֆլեգվի ցեղի եւ 2010 թվականի վերջին մենք ստացանք 100 գլուխ ջերսեի ցեղի երիժներ։ Այս ծրագրի նպատակը կայանում է հետևյալում՝ ստեղծել նոր տոհմային բազա, որը միաժամանակ կկրի ուսուցողական բնույթ, ինչը կնպաստի ամբողջ հանրապետությունում տոհմային ցեղի բարելավմանը։ Վերջին 3 տարիներին, սկսած 2008 թվականից, տոհմային կայանի բարելավմանն ուղղված պետական ներդրումը կազմում է շուրջ 1 միլիարդ դրամ, եւ ներդրումները շարունակական են։ Արցախի գյուղատնտեսության զարգացման երկրորդ կարևոր ծրագիրը դա մեքենատրակտորային կայանների ստեղծումն էր։ Պատերազմից հետո ցակուցրիվ եղած գյուղտեխնիկայի մնացորդները հին էին, բազում թերություններով ու առավել ծախսատար։ Կառավարությունը ստիպված էր գնալ նոր մեքենատրակտորային կայանների ստեղծման գաղափարի իրականացմանը։ Մարտակերտում մինչ այդ Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցների հաշվին ստեղծվել էր փոքր մեքենատրակտորային կայան։ Հանգամանքների բերումով նշված ծրագիրը չարդարացրեց առաքելությունը եւ եղած գյուղտեխնիկան նպատակային օգտագործելու համար կառավարությունը վերցրեց դա։ Ցակեց ունենալ երկրորդ մեքենատրակտորային կայանը կոնկրետ Մարտունու եւ Հադրութի շրջաններում ծրագրերի իրականացնելու համար։ Ծնվեց արդեն նոր տիպի, նոր տեխնոլոգիաներով ավելի հզոր գյուղատնտեսական տեխնիկա առնելու գաղափարը։ Մարտունու մեքենատրակտորային կայանը մենք սկսեցինք ընդլայնել բելարուսական տիպի MTZ կոչվող տրակտորներով եւ չինական ու պարսկական կոմբայներով։ Երրորդ մեքենատրակտորային կայանը, որ մենք ստեղծել ենք Խրամորթում, կոչվում է սովորությամբ ագրոտնտեսություն թիվ 1, դա հիմնականում Գերմանիայից ներկրված John Deere հայտնի ֆիրմայի տրակտորներ են, թվով 10 հատ եւ 5 հատ հացատիկահավաք կոմբայներ։ Խնդիր է դրված տարեստարի հզորացնել ու ընդլայնել MTK-ները, նպատակ դնելով առաջիկայում Հադրութի եւ Քաշաթաղի շրջաներում նույնպես նման կայաններ ստեղծել։ Աշխատանքները իրականացվում են պետական միջոցների հաշվին եւ տարեկան պետությունը մեքենատրակտորային կայանների վերազինման համար 400-ից 450 միլիոն դրամ է հատկացնում։ Ռոռոկման բնագավառում վերջին 3 տարիների ընթացքում պետությունը լուրջ գումարներ է ներդրել եւ այսօրվա դրությամբ մենք հարթավայրային գոտում կարելի է ասենք, որ ունենք շուրջ 8000 հեկտար ռոռոկովի տարածքներ։ Նախագծված ու համակարգված ջրային ոռոգման համակարգերի ստեղծումը հսկայական ծախսեր էր պահանջում, որոնք առայժմ անլուծելի են։ Վերջին 3 տարիներին ԼՂ կառավարությունը լուրջ ուշադրություն դարձրեց սև ցելի գաղափարին։ ԼՂ կառավարությունը 2008 թվականից տարեկան շուրջ 250-ից 300 միլիոն դրամ անհատույց տրամադրում էր հողի սեփականատերերին, որպեսզի վերջիններս իրենց հողաբաժինները կարողանան թողնել սև ցելի տակ։
Սա արվում է բերքատվության բարձրացման նպատակով։ Ամեն տարի մեր հանրապետությունում կատարվում է մոտ 7000 հեկտար սև ցել։ Ցանքաշրջանառությանն ուղղված ծրագրեր նույնպես մշակվեցին։ Հողի պարարտացումը նույնպես թույլ կողմերից մեկն էր։ 2008-ից այս առումներով իրավիճակը կտրականապես փոխվեց։ Նման ծրագրեր իրականացվում են նաև կարտոֆիլի սերմի ներկրման ուղղությամբ։ Տարեկան մեր երկիր է ներկրվում մոտ 400-ից 500 տոննա կարտոֆիլի սերմացում։ Նաև ամեն ինչ արվում է բանջարաբոստանային կուլտուրաների զարգացումը խթանելու ուղղությամբ։ Կառավարության կողմից քայլեր են անվում եգիպտացորենի ցանքսերի ընդլայնման ուղղությամբ։ Եթե նախկինում խորհրդային տարիներին եգիպտացորեն ցանվում էր կանաչ զանգվածից անասնակերի ստացման նպատակով, ապա այժմ խթանվում է եգիպտացորենի հատիկի արտադրությունը։ Վերջին 3 տարիներին մենք Ռուսաստանից, անցյալ տարի կոնկրետ Եվրոպայից բարձր որակի սերմեր ենք ներկրել, անհատույց տրամադրել օգտագործողներին, որպեսզի նրանք եգիպտացորեն ցանեն, որը խթանում է որպես առաջին հերթին ցանքաշրջանառություն, երկրորդը եգիպտացորենի մեծ պահանջարկ ունի այսօր եւ մեր հանրապետությունում եւ Հայաստանի հանրապետությունում, երրորդը ցորենից կամ գարուց, հացադիկային մշակաբույսերից մի քանի անգամ ավելի բարձր բերք է ստացվում, չորրորդը շուկայի խնդիր չկա պահանջարկից ելնելով եւ հինգերորդը, որ եգիպտացորենով մենք կարողանում ենք կարգավորել մեր ջրային ռեսուրսները։ Նոր մշակաբույսերի մշակումը, որը նորույթ է մեր հանրապետության համար, սկսեց վերելք ապրել։ Արդեն լուրջ քայլեր են արվում այնպիսի մշակաբույսերի ուղղությամբ, ինչպիսիք են ծխախոտը, սոյան, սորգոն, հլածուկը, ռապսը, արևածաղիկը, հատիկաանդեղենային մի շարք մշակաբույսեր։ Սրանք հետապնդում են նաև արտադրական նպատակներ։ Սերմնարտադրություն, սա մեր երկրի գյուղատնտեսության զարգացման համար կարևոր, սակայն թույլ կողմերից մեկն է։ Հայաստանի հանրապետությունից տարեկան սկսեց ներկրվել 100-ից 150 տոննա էլիտար տեսակի ցորենի սերմ, որը սերմնաբուծության զարգացման նպատակով կառավարությունը տրամադրում է հողօգտագործողներին։ 2009-2010 թվականների բնական աղետները խոչընդոտեցին այս ծրագրին։ 2010-ին ԼՂ կառավարությունը որոշում ընդունեց ստեղծել սելեկցիոն կենտրոն։ Համապատասխան միջոցներ ենք հատկացնում ու կհատկացնենք 2011-ին, 2012-ին եւս, իսկ 2013 թվականին արդեն լրիվությամբ կապահովի մեր հանրապետության անհրաժեշտ առայժմ ցորենի սերմի քանակը։ 2010-ին կարկուտից տուժեց մեր հանրապետության 14285 հեկտար ցանքատարածություն։ Բնական աղետներից պաշտպանվելու նպատակով կառավարությունը գնաց հակակարկտային կայանների ստեղծմանը։ Հայաստանում գործող Բարվա սահմանապահ պատասխանատվության ընկերության հետ պայմանագիր են կնքել եւ հանրապետությունում տեղադրել Ասկերանի շրջանում 20 հատ եւ Մարտունու շրջանում եւս 20 հատ հակակարկտային կայաններ։ Այս ծրագիրը առաջիկա տարիներին եւս կշարունակվի։ Մինչև վերջին տարիները Արցախի բնակչությունը գյուղմթերքների իրացման հարցում կանգնած էր լուրջ խնդիրների առաջ։ Արդեն գործում է Ստեփանակերտի կաթի գործարանը, որը ի վիճակի է օրական վերամշակելու մինչև 30 տոննա կաթ, զուգահեռ դրան նաև եւս մի քանի կաթի վերամշակող փոքր ձեռնարկություններ։ Արդեն ունենք Արցախ ֆրուտ պահածոների գործարանը, որը ի վիճակի է Ղարաբաղյան բանջարեղենը, մրգերը, հատապտուղները, անտառային հատապտուղները վերամշակելու եւ բավականին լուրջ շուկա ունի ոչ միայն Ղարաբաղում, Հայաստանում, այլ արտասահմանյան երկրներում։ 2006 թվականին Արցախում ստեղծվեց Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը, որի աշխատանքները վերջնականորեն կարգավորվեցին 2008-ին։ 2008 թվականին ընդհանուր առմամբ տրամադրվել է 960 միլիոն դրամի աջակցություն։ Դա հիմնականում աշնանացան ու գառնանացաններ, բացի դրանից նաև որոշ գումարներ ուղղվում էին արդեն անասնապահության զարգացման ծրագրերին։ Արդեն 2009 թվականից ավելի ընդարձակվեց թե հողագործության աջակցության ծրագրերը եւ թե անասնապահության զարգացման ծրագրերը։ 2009 թվականից կնքվել է համաձայնագիր Արցախում գործող երկու խոշոր բանկերի հետ, դա Արցախ բանկ եւ Հայ բիզնես բանկն են, որի շրջանակներում սկսվել է գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման գործընթացը։
2010 թվականից անասնապահության բնագավառում սկսվել է մանր եղջերավոր անասունների վարկավորման գործընթաց։ 2008-2010 թվականներին գյուղհիմնադրամի միջոցով տրամադրված աջակցության մեծությունը կազմում է մոտ 5 միլիարդ 300 միլիոն դրամ։ Աջակցության շնորհիվ մեր ցանքատարածքներում արդեն նկատելի է նաև նոր մշակաբույսեր, որոնք միջ այդ չէին ցանվում։ Ավելի մեծ ծավալով մտավ եգիպտացորենի մշակություն։ Կառավարությունը ընդունեց մի սկզբունքային որոշում եւ 2010 թվականի ցանքսի տակ սերմերի տրամադրեց անհատույց։ Որպես արդյունք այս տարի մենք ունենք արդեն պահանջարկ մոտ 4000 հեկտարի համար։ Առանձնահատուկ է հատկապես Շահումյանի եւ Քաշաթաղի շրջանների վարկավորման գործընթացը։ Հաշվի առնելով այդ շրջանների կարգավիճակը, բնակիչների կարգավիճակը, որ այնտեղ վերաբնակեցում է կատարվում եւ ոչ բոլորն են կարողանում օգտվել բանկերի ծառայություններից, լիբանանահայ մեր գործընկերների կողմից իրենց հետ պայմանավորված իրականացում են մի ծրագիր, ըստ որի իրենք մեզ տրամադրում են փոխառություն, ընդհանուր պայմանավորվածությունը առաջի փուլի համար 300,000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար է, առաջին փուլի տրամադրած 2010 թվականին 100,000 ԱՄՆ դոլարի համարժեք դրամով 36 փոխառու օգտվել են այդ ծրագրից եւ այդ 36 վերաբնակեցող ընտանիքներին տրամադրվել է յուրաքանչյուրին 1 միլիոնական դրամ անասուն գնելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում մեր կառավարությանը, որ օգնեցին մեզ գումար տրամադրելու համար 1 միլիոն 6 անասուն գնեցինք, որը սպասում ենք բազմանալու։ 1 միլիոնանոց անասնավարկը փաստորեն խթան էր, երևի, որի համար շնորհակալություն կարելի է հայտնած։ Գյուղատնտեսության համար անասնապահության զարգացմանը շատ մեծ խթան է, արագ կարողանում է տնտեսությունը զարգացնել։ Դիմել ենք պետությանը, պետությունը աջակցել է, օգնել է, ստացել ենք։ Ցանկալի է, որպեսզի այդ վարկերը, այդպես միջոցառումները շատ լինեն, օգնեն պետությունը աջակցի։ Իսկ թվում է բոլորն էլ գոհ են։ Շատ ցածր տոկոսադրույք է։ Ես տրամադրել եմ վարկ 1 միլիոն դրամ, որ մենք անասնությունից առնենք եւ զբաղվենք անասնապահությամբ։ Վարկ տվեցին 1 միլիոն դրամ, 4 հատ կող են գնել։ Զգում ենք, որ աջակցությունը կա, այս վարկեր տրամադրեցին մարդկանց նորաստեղծ ընտանիքներին։ Վերցրել ենք անասունը շատացնելու, էլի բազմացնելու համար։ 1 միլիոնը վերցրել ենք 2 հատ կով, մի հատ էրինջ, 2 հատ հորդ, տենց առել ենք, էլի։ Շնորհակալ ենք, որ միշտ աջակցում են, էլի։ Շատ լավ էր, շատ ողջունելի է այս մեր գյուղում։ 5 հոգի ստացանք, սաղ էլ անասուններ առել են։ Ավելի լավ է, էլի, ասենք շուտ կզարգանա այդ ընտանիքը, շուտ կկային ոտի կկանգնի, էլի։ Հունվարին սկսված է այդ 1 միլիոն դրամանոց վարկերի նորից տրամադրումը, այսինքն ծրագիրը շարունակվում է, դա տրամադրելուց հետո նաև կստանանք 300,000 կանը։ Հույս ունենք, որ այդ ծրագիրը կունենա շարունակական բնույթ եւ դրանից հնարավորություն կունենան օգտվել նաև այլ վերաբնակեցվող շրջաններ։ Ընդհանուր առմամբ Քաշաթաղի շրջանը, որը նախկինում շատ քիչ էր օգտվում աջակցությունից եւ վարկերից, 2008-2010 թվականներին գյուղաաջակցության հիմնադրամի միջոցով ստացել է ավելի քան 700 միլիոն դրամի աջակցություն, որից 500 միլիոն դրամը դա աշնանացան մշակաբույսերի արտադրության համար աջակցությունն է։ Իրականացվում է մեր հիմնադրամի կողմից 2 ծրագիր գյուղատնտեսական տեխնիկայի մասով, առաջինը դա նոր գյուղատնտեսական տեխնիկայի ներկրումն է եւ լիզինգային պայմաններով մեր հողօգտագործողներին տրամադրումը, 1/3-ը այդ արժեքի սուբսիդավորում է հիմնադրամի կողմից եւ արդեն զեղչված գներով տրամադրում է գյուղացիներին, նայած ինչ տեխնիկա է, ասենք 5-ից մինչև 7 տարի ժամկետով մարման պայմաններով։ Եվ երկրորդ ծրագիրը դա արդեն օգտագործված սարքին գյուղատնտեսական տեխնիկան, իրենք փոխառունների, իրենց նախընտրած տեխնիկան գնելու համար մենք տրամադրում ենք փոխառություններ եւ այսօր այդ տեխնիկան համայնքներում աշխատում է։
հիմնադրամը կազմակերպել է 2008 թվականից նաև ֆոսֆորական եւ կոմպլեքս պարարտանյութերի ներկրումը, իսկ 11 թվականից արդեն նախատեսում ենք նաև կալիումական պարարտանյութերի ներկրումը։ Պարարտանյութերը ներեն կրվում որոշակի չափով էլի սուբսիդավորվում է նրա արժեքը, շուկայական արժեքը եւ ավելի մատչելի շուկայականից բավականին ավելի ցածր գներով փոխառության կարգով տրամադրում է հողօգտագործողներին։ Պատերազմից հետո մեր հանրապետությունում անասնագլխականակի թվի լուրջ կրճատում էր կատարվել։ Աճ գրանցվել է միայն թռչունների մասով։ Պետության կողմից բավականին մեծ վարկեր են տրամադրվել անասնապահության զարգացման համար, որը ցավոք առ այսօր չի տվել ցանկալի արդյունք։ Հիմա նոր կարգեր է մշակվում բաց թողումները լրացնելու ուղղությամբ։ Ինչ որ կատարում է, ամբողջովին կատարում է մեր հանրապետության այս նեղ միջոցներից, սակավ ֆինանսական միջոցներից եւ հիմնադրամի ֆինանսավորումը եւ գյուղատնտեսության նախարարության այդ միջոցառումների իրականացման ֆինանսավորումը։ 2010 թվականին բնական աղետների հետևանքով կառավարությունը երկրի նախագահի հանձնարարությամբ 3 տարով հետաձգել է տարբեր ծրագրերի մասով վարկառուների վարկերի հարկերի մարումները։ Կարծես թե գյուղացին էլ արդեն սկսեց ոգևորվել, օգտագործողները սկսեց ոգևորել, որ իրոք պետությունը գտնում է գյուղացույցի կնքում։ Այսօր մենք գյուղատնտեսության զարգացման համար ունենք խոշոր գումարների կարիք։ 2008 թվականից Արցախի գյուղատնտեսությունը կարելի է ասել թևակողեց նոր փուլ զարգացման նոր միտումների ու դրական արդյունքների առումով։